Սիրելի աշակերտներ, այս տեսանյութով անդրադառնանք հերթական հայտորոշիչ գրավոր թեստերին։ Տրամագիր 1-ում խաղում ենք սպիտակներով, փորձենք հաղթել։ Այստեղ գործ ունենք ռազմավարության հետ։ Ինչպես տեսնում եք, նյութական հավասարություն է, յուրաքանչյուր կողմ ունի մեկական զինվոր և մեկ ծանր ֆիգուր։ Սակայն սպիտակ արքայի դիրքն ավելի ակտիվ է։ Ինչու՞, որովհետև նա մոտիկ է գտնվում զինվորներին։ Հիմա եթե մենք նավակները փոխենք մեկը մյուսի հետ, սպիտակ արքան կգա կվերցնի սևերի զինվորը, սա մենք պլանավորում ենք, սա մեր ռազմավարությունն է, կվերցնի սևերի զինվորը, կբացի իր զինվորի ճանապարհը և իր զինվորը կուղարկի փոխարկման թագուհու, իսկ նավակները փոխելու համար կարելի է գծային հարվածով հայտարարել շահ։ Նավակ B1 շահ, արքա ենթադրենք C7, որպեսզի պաշտպանի իր նավակին, փոխում ենք նավակները, վերցրեցինք B8, արքան է վերցնում B8 և սրանով իսկ սև արքան ավելի հեռացավ իր զինվորից, մինչդեռ սպիտակ արքան գտնվում է ավելի մոտ և շարժվում է նրան շահելու համար։ Արքա F6 երրորդ քայլով, իսկ հետագայում G7, վերցնում ենք H7, կարող ենք տեսնել հերթականությունը, սև արքան փորձելու է հասնել օգնության, բայց գտնվում է շատ հեռու։ Այժմ մենք պետք է բացենք մեր զինվորի ճանապարհը և ուսով հրենք սև արքային, որպեսզի նա չմոտենա մեր զինվորին չխանգարի։ Հաջորդիվ զինվորը կշարժվի փոխարկման։ Հաջորդը տրամագիր 2-ում նույնպես խաղում ենք սպիտակներով, այստեղ գործ ունենք նավակը զինվորի դեմ վերջնախաղի հետ։ Պարզապես քայլը սպիտակներին է ինչպես նշվում են և մոտենանք արքայով, որպեսզի միացյալ ուժերով կարողանանք զինվորին հարվածել։ Փաստորեն առաջին քայլով արքա F4, սևերը փորձելու են զինվորով շարժվել առաջ և խուսափել հարվածից, E3-2, բայց սպիտակ արքան շարունակում է մոտենալ, նորից ընկերություն, համագործակցություն կազմելով իր նավակի հետ։ Այսպիսով արքա երկրորդ քայլով F3 և այժմ ունենք 2 հարված զինվորին, զինվորը չի կարող փոխարկվել, նավակը նրան կհարվածի, երևի թե այսքանը, կարող ենք շարունակել գրել, որ օրինակ արքա D2, որպեսզի պաշտպանի փոխարկման դաշտը, բայց արդեն ուշ է, քայլը սպիտակներին է և մենք կարող ենք շահել զինվորը, նավակ վերցնում է 2, այն էլ շախով։ Շարունակում ենք, տրամագիր 3-ում արդեն սպիտակներով փորձենք հասնել ոչ ոքիի, ինչու՞, քանի որ սևերն ունեն առավելություն 2 զինվոր և մեր նպատակն է խաղը հասցնել ոչ ոքի, մեր նպատակն է չպարտվել։ Եվ այստեղ մենք գործ ունենք տարադաշտ փղերի հետ, սևադաշտ և մրցակցի մոտ սպիտակադաշտ։ Հիշենք, տարադաշտ փղերի դեպքում շատ ժամանակ այո առավելությունը բավարար չէ, որպեսզի մրցակիցը հասնի հաղթանակի։ Այս պարագայում մենք պետք է թույլ չտանք, որ սև զինվորները շարժվեն առաջ։ Հիմա սպառնում է F4 քայլը և սև զինվորներին կանգնեցնել հնարավոր չի լինի։ Ուրեմն նպատակն է թույլ չտալ F4 առաջխաղացումը և դա մենք կարող ենք անել քայլելով փղով F5։ Առաջին քայլը փիղ հաշութը E5, փիղ հաշութը E5, որպեսզի այս սպառնալիքին մենք պատասխանենք։ Չեն կարող արդեն շարժվել առաջ, մենք կհարվածենք։ Եվ ընդհանրապես սևերի ցանկացած քայլին մենք կարող ենք փիղը արդեն տեղադրել ահա այս անկյունագծում և այստեղից չհեռանալ։ Կխաղազինվորով կհարվածենք, փղով ցանկացած կամայական քայլ էական չէ, մենք արդեն կտեղակայվենք F4-ում, գուցե արքայով, եկեք ընտրենք որևէ քայլ, արքա G6, ենթադրենք, և հաջորդ քայլով մենք փիղ F4 և կշարունակենք մնալ ահա այս անկյունագծի վրա, թույլ չտալով, որ սև զինվորները շարժվեն առաջ։ Եվ վերջին չորրորդ տրամագրում սպիտակներով այս անգամ արդեն գտնենք հաղթանակ։ Նույնպես նյութական առավելություն է, յուրաքանչյուր կողմ ունի մեկական զինվոր և մեկական ծանր ֆիգուր։ Սակայն ինչպես տեսնում ենք, սևերի մոտ արքան և թագուհին գտնվում են մեկ անկյունագծի ներքո։ Իսկ մենք ունենք հեռահար խաղաքար, որոնք սիրում են բաց գծեր, և այս բաց գծերով կարող են կիրառել գծային հարված։
Հարվածել միևնույն գծի ներքո։ Առաջին քայլով թագուհի a8-ը հաշուտ, շախ, արքան պետք է շախից ազատվի, փակել հնարավոր չէ, վերցնել մեր թագուհին հնարավոր չէ, պետք է շախից հեռանա որևէ դաշտ, ենթադրենք d5 իր զինվորին մոտ։ Ենթադրենք արքա d5 և հաջորդ քայլով մենք շահում ենք մրցակցի թագուհին։ Թագուհին վերցնում է b2։ Ունենալով ավել թագուհի, խաղը կհասցնենք հաղթանակի։ Շնորհակալություն, ցտեսություն եթերում։